Ողջույն ընկերներ։ Երևի շատերդ գիտեք, որ գրքային բլոգերներով կազմակերպել ենք գրքային էստաֆետա։ Ու մասնակիցները միմյանց պետք է փոխանցեն այնպիսի գրքեր, որ դիմացի նկարդալուց կոմֆորտ զոնայից դուրս գա ու հետաքրքիր ժանրեր բացահայտի։ Այս անգամ իմ փաթեթը ուղարկել է Սվետիկը, ով իր վիդեոն արդեն տեղադրել է։ Կարող եք մտնել ու տեսնել իր էջում, որը նշված է նկարագրության բաժնում։ Իսկ ես բացեմ արդեն իմ փաթեթը։ Ծիրուն փաթեթը, որում արել ամեն ինչի։ Իմ անչափ սիրելի Ալիս, շատ ուրախ եմ, որ հենց դու ես այն մարդը, ում ես ուղարկում եմ գիրքը։ Կարդա ու կիսվիր բլոգով։ Բրոշ։ Դիմակ, դեմքի էջանիշ, անչափ գեղեցիկ Հարի Փոթերի օրագիր։ Իսկ սա գիրքն է, որը ես իրականում առաջին անգամ եմ տեսնում, բացարձակ չեմ պատկերացնում ինչի մասին է գիրքը, ու այստեղ ինքը գրել է, սա կարդալու ես էստաֆետայի շրջանակում։ Իսկ մյուս գիրքը հետագա ուսումնասիրություններիդ համար եմ նվիրում, սիրով քո Սվետիկ։ Մի հատ էլ գիրք կա այստեղ, աչքերը։ Պատմություն այն մասին է, որ երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանական ինչ-որ հյուրանոցներից մեկում հայտնվում է մի մարդ, ով փախել է կոնցլագերից ու ձեռքին ունի տուփ, որտեղ պահում է գլինը։ Տարօրինակ ինչ-որ գլինա է, որից պետք է սարքվի երեխա։ Անկեղծ չեմ պատկերացնում, ինչ պետք է լինի սա։ Իստորիա լուբվի գրված է, բայց ես չեմ վստահ չեմ, որ այստեղ սիրո պատմություն է անկեղծ։ Երկրորդ գիրքը Գոլեմ գիրքն է, այստեղ գրել է, քանի որ գիտեմ շատ է սիրում կարդալիս ուսումնասիրություններ անել, այս գիրքը թող լինի դրանցից մեկը, սիրում եմ շատ։ Շատ շնորհակալ եմ Սվետյան, հուսամ գիրքը կհավանամ, գնացինք միասին վլոգը նկարելու։ Գիրքը ստանալուց հետո անցավ 15 օր, ու ես դեռ չեմ հասկանում, ուզում եմ կարդամ այս գործը, թե չեմ ուզում, բայց ուզած պետք է կարդամ։ Ու շատ հետաքրքիր անոտացիա ունի, բայց մաքսիմալ տարօրինակ է, անկեղծ կլինեմ։ Պատմությունը սկսվեց երկու կերպարների երկխոսությամբ, որոնք փոխանակվում են կատակներով ու հետևում են հյուրանոցի կյանքին։ Գլխավոր հերոսը Լեոն է, հրեա, ով փախել է նացիստական համակենտրոնացման ճամբարից, եւ թաքնվելով հյուրատանը սպասուհու օգնությամբ ստեղծում է որդուն, ոչ թե մարմնից եւ արյունից, այլ Գուստավ Մեյերնիկի Գոլեմի ոճով։ Վեպը ներշնչվում է իսլանդական պատմությունից եւ ավանդազրույցներից։ Ներառում է իսլանդական դիցաբանություն եւ ժողովրդական հեքիաթներ, արարչագործություն, պատմություններ, պատմական փաստեր, ինքնակենսագրական տարրեր եւ այլն։ Ուրեմն գիրքը հասել եմ արդեն 100-րդ էջը ու կարող եմ ասել, որ դեռ չեմ հասկանում ինչա տեղի ունենում այստեղ։ Շատ տհաճ մանրամասներ կան, բայց այնքան սիրունագրված, որ հաջողքով ես կարդում, չնայած որ սա սյուրռեալիզմ է, ովքեր որ չեն սիրում սյուրռեալիզմը, վստահ եմ, այս գիրքը այդքան էլ չեն հավանի, բայց ես շատ եմ սիրում ու կարող եմ ասել, որ ճիշտ է տարօրինակ է, ճիշտ է շատ դաժան է այդտեղ, բայց ընդհանուր առմամբ գիրքը բավականին խոր մտքեր է արտահայտում ու մենք կարող ենք տեսնել այստեղ պատերազմի սարսափը մարդկանց աչքերում առանց պատերազմական նկարագրությունների, առանց պատերազմական մանրամասների։ Իսլանդիայում գիրքը լույս է տեսել 22 տարվա ընթացքում 3 առանձին հատորներով։ Մոգական ռեալիզմի սահմաններին խաղալով վեպը տարածվում է մայրցամաքներով եւ ընդգրկում է գրեթե մի ամբողջ դար։ 240 էջում հերոսուհին այնպիսի փորձությունների միջով անցնում, որ իրոք ցավ է զգում իր համար։ Այն կերպարները, որոնք անշունչ էին, կարելի ասել, սկսեցին շնչել գրքում։ Այստեղ շատ շատերի համար red flag-ներ կան ու ինձ թվում է պետք է շատ զգուշությամբ մոտենալ այս գրքին։ Սա սյուրռեալիստական վեպ է, որը ամբողջովին հասկանալը բավականին բարդ է։ Սիոնի հսկայական երևակայությունը եւ հնարամտությունը հիացմունք են պատճառում։ Սա հեղինակի ամենամասշտաբային գործն է։ Պատմությունը հիմնված է հրեական լեգենդի Գոլեմի վրա։ Ալեգորիկ եւ միստիկ տարրերը յուրահատուկ շունչ են հաղորդում գործին։ Եթե մինչև 300 էջ ամեն ինչ քիչ թե շատ հասկանալի էր, ապա 300 էջից հետո թե սյուժեն է խառնվում, թե հերոսներն են խառնվում, ու դու չես հասկանում ինչ է կատարվում գրքում։ Ամենահետաքրքիր միտքը այն էր, որ մարդկային բարությունը ծաղկում է նույնիսկ ամենադաժան պայմաններում։ Ես ավարտեցի այս գործը ու շատ եմ հավանել։ Այստեղ կային բազմաթիվ հղումներ, որոնցից մեկը հենց գրքի վերնագիրն էր ու հենց գրքի վերնագրի ուսումնասիրությունից հետո հասկացա, թե ինչի է Սվետիկը որոշել այս գործը ինձ նվեր տալ։ Սա աստվածաշնչյան հղում է, քո աչքերը տեսան իմ կերպարանքը, որ անպատրաստ էր դեռ, եւ քո գրքում գրված էին այն բոլոր օրերը, որ լինելու էին, երբ դեռ նրանցից ոչ մեկը չկար։ Սաղմոսերգուն ընդունում է, որ Աստված գիտի իր կյանքի բոլոր մանրամասները եւ դրանք գտնվում են նրա տնօրինության ներքո։ Եբրայերեն Աստվածաշնչում այս համարն ունի գալմի անվանում, որը նույն արմատն ունի, ինչ Գոլեմը։ Ու այս գիրքը նույնպես մի գոլեմ է, որին մեր երևակայությունը կարող է կյանք տալ։ Իսկ ես էստաֆետան փոխանցում եմ Արտյոմին, իսկ թե ինչ գիրք եմ ընտրել Արտյոմի համար, իր վլոգում կտեսնեք։